Ֆրանսիայի նախագահի այցին սպասելիս քաղաքում ամեն գործ արագացված ընթացքով էր։ Անձրևին ջրոտ փոսերում քաղաքային զբոսայգու մոտ ասֆալտ դցնելը եւս այդ շարքից էր, որին խիստ արձագանքեց, հետո հանձնարարականներ տվեց քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Սարաքելյանը։ Միանշանակ գիտեցեք, որ հետևողական եք լինելու, ոչ մի դրամավել չենք տալու, արդեն շինարարի հետ այդ ամեն ինչը կա, պայմանավորվածությունը կա, ընդունել է, որ իր թերությունն է, վերացնելու է այդ փոսանորոգման ջրային պրոցեսը։ Մեգաշինը, որ գրանցված է Արմավիրի մարզում, այս տարվա ապրիլի 2-ին քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով իրականացնելու է ընթացիկ նորոգումների աշխատանքները։ Իսկ որակի հսկումը քաղաքապետարանի կոմունալ բաժնինն է, որի ղեկավար Անդրանիկ Չադրյանը հանձնարարականներն ու քննադատությունները անհեթեթ է համարում, իսկ շինարարին գումար չվճարելը կամ ջրի վրա կատարված ասֆալտաշերտը քանդելը բացառում է, ասելով, թե աշխատանքը շինարարն արել է, քանդման ենթակա չէ ու վճարվելու է։ Կոմունալ բաժնի պետը կրկնակի գործից հրաժարվում է, իսկ կոմունալ հարցերով փորձագետ Կնյազ Մանասյանն էլ ասում, թե դա ասֆալտապատում չէր։ Ուրեմն կողքը այդ փոսից կդրված ասֆալտի բանը կողքը լցված էր, ուղղակի որպեսզի մեքենաները չչարտեն, այդ քանդած ասֆալտը ժամանակավոր լցել տեղ, բնական է մի օր դա պետք է մնար, այսինքն մինչև անձրևը կդրվի, նորից կան հանեն, փչեն, մաքրեն, նոր ասֆալտը, իրական ասֆալտը լցեն։ Ուրեմն բնակ կոմունալում սա համարում են ավարտված աշխատանք, կրկնակի գործի կարիք չկա, որի անունը ասֆալտապատում չէ, այլ ժամանակավոր նորոգում 2 տարվա երաշխիքով։ Ըստ պատասխանատուների աղմուկն անտեղի է, այլ բան, եթե երաշխիքից շուտ քանդվի։ Եթե մի տարվա մեջ էլ քանդվող հանգարտ, մենք հետ կտանք 25 թիվ։ Նույնիսկ հետ կտանք, թե այսիկու երազի փոստը գիտես, ճիշտ է 26-ին չքանդվա, բայց 27-ին քանդվել է մինչև ասֆալտապատման այսինքն 2 տարի լրանը։ 2 տարին անցավ, արդեն տերը չէինք։ Այդ ժամանակ ասենք պայմանագիրը գրածոր դու պետք է գաս այդ տեղը նորից ասֆալտես։ Դա պարտավորական չէ, մենք դադի կնանք այդ փողը փերենք։ Շինընկերությունը Գյումրիում հասցրել է 26 փողոցներում շուրջ 11000 քառակուսիմետր մակերեսով փոսային նորոգումներ կատարել։ Նույնքան ծավալի աշխատանքներ նախատեսվում են նաև երկրորդ փուլով այլ փողոցներում։ Փոսային ընթացիկ աշխատանքների համար, որոնք ժամանակավոր լուծում են գնահատվում, տեղական բյուջեից 75 միլիոն դրամ է հատկացվում։ Ժամանակավոր են նաև Անի թաղամասում աշխատանքները, մինչև Վզեբի ծրագիրը ի վերջո սկսվի։ Բայց ամեն դեպքում դրանից չի օգտվի Խորենացի փողոցն այն պատճառով, որ համարվում է միջպետական, հայ-վրացական սահման տանող ճանապարհ։ 1000 քառակուսիմետր ընթացիկ նորոգումներ են կատարվել Խորենացի փողոցում, որի համար ծախսվել են քաղաքի բյուջեի գումարները։ Իսկ կապիտալ ասֆալտապատում Խորենացիում լինելու է։ Նախագիծ են կազմում, որ այն եւս ընդգրկվի Շիրակացի փողոցի հիմնանորոգման ծրագրում։ Ամենայն հավանականությամբ տարագացված տեմպով կարվի եւ հույսով ենք, որ այս տարի, քանի որ 2-4 կիլոմետր Շիրակացի Խորենացի փողոցներից ուրեմն կարվի աշխատանք, դա էլ մոտ 1150 մետր եթե չեմ սխալվում, դա էլ կգումարվի։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են, երթևեկության համար գրեթե անվտանգ ու հարմար հատված չկա։ Ծանր տեխնիկան աշխատում է 2-4 կիլոմետր երկարության հատվածի ամբողջ երկայնքով։ Նորացվում են ենթակառուցվածքները, զուգահեռ մայթեր են կառուցապատում։ Ինտենսիվ երթևեկության փողոցը հատկապես պիկ ժամերին գերծանրաբեռնված է լինում, ինչը խանգարում է շինարարությանը։ Ստիպված կիրառում են շրջանցիկ երթուղիներ։ Այն հատվածները, որոնցում երթևեկության ինտենսիվությունը այդքան էլ բարձր չէ, կամ հնարավոր է մեքենաներին ուղղորդել այս շրջանցիկ ճանապարհով, այդ հատվածներն են անում, էլի։ Կոնկրետ էս մարմաշինի Խջուղու Խաշմերուկից մինչև Սախրվի հրաբարակ եւ Մնջոյան փողոցից մինչև Կերցեն փողոց։ Կիսափակ երթևեկությունից կամ շրջանցիկ երթուղիներից վարորդները գոհ լինեն, թե դժգոհ, առայժմ այլ տարբերակ չունեն։ Թեև ոմանք արագ տեղ հասնելու համար նախընտրում են ճեղքել անցնել խոշոր տեխնիկայի արանքներով ու քարուքանդ փողոցով։ Քաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները շրջանցիկ հատվածներով են գնում, կրկնակի երկարացնելով երթուղին։ Դա ոչ միայն ժամանակ է խլում, նաև ավելացնում է մեքենաների վառելիքի ու տեխնիկական ծախսերը։ Կամ ես փոսերով դիքասա էտաս, կամ դեն թափով տարած, կամ են թափով տարած։ Բավական երկարացել է ճամփեն։ Դժվար է, բայց ինչ ճար, բդի էստանք տեղատուն չեստանք, բդի օտով չենք կարա էստա։ Փակել են ճանապարհային նշանները, նորմատիվներին համապատասխան տեղամասը, ոնց որ պետք է կահավորել ենք, բայց քանի ելնելով են հանգամանքից, որ գոյություն ունեն լցակայաններ, նաև խնդրեմ ես բասենը եւ այլն սպասարկող օբյեկտներ կան, էլի ինչ որ հատված թողում ենք բաց։
Դե մարդիկ կան հարգում են մեր աշխատանքը կամ մեզ կամ նշաններին, շեղվում են, շրջանցում են, մարդիկ էլ կա անցնում են։ Շրջանցի գերթևեկությունը միջպետական նշանակության փողոցում դեռ կպահպանվի, ըստ անհրաժեշտության այն կկիրառվի նաև մյուս հատվածներում։ Ներքին կոմունիկացիոն ցանցերի նորացումները դեռ ավարտված չեն, ասֆալտապատմանը հասնելու դեռ ժամանակ կա։ Իսկ հին ասֆալտածածկը շինարարը պահեստավորում է, քաղաքապետարանը այն օգտագործում է քաղաքի տարբեր հատվածներում խորը անանցանելի փոսերը փակելու համար։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։